Եկեք մի կարճ աղոթքով սկսենք ժողովուրդ ջան։ Հալելույա, փառք ես մեր փառավոր Հայր, գոհանում ենք Տեր քեզանով, խնդրում ենք Տեր քո Սուրբ Հոգուդ առաջնորդությունը, թե ինձ խոսելու մեջ, որպեսզի քեզանով խոսեմ եւ լսողներին, որպեսզի քեզանից լսեն Տեր ջան, որ դու խոսես ամեն մեկի սրտի հետ Տեր ջան, ու քո փառքը լինի, քո կամքը լինի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Այսօր իմ քարոզը ծնվեց մեր մի օրհնված եղբոր հարցից, մեր Գևոր եղբորը հարց տվեց, որը Դանիելի գրքի մեջ է գրած, Դանիելի 12-րդ գլուխ, առաջի երկու խոսքերը, Դանիել 12:1-2 Եվ այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ կանգնած էր քո ժողովրդի որդկանց վրա, եւ նեղության ժամանակ կլինի, որը եղած չի, քանի որ մի ասկ կա, միայն այն ժամանակ, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի ամեն, ով որ գտնվի գրքումը գրված, եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն, ոմանքի հավիտենական կյանք, իսկ ոմանք հավիտենական նախատինք եւ անարգանք։ Ուրեմն Գևոր եղբոր հարցը սա էր, թե ինչի շատերը կզարթնեն, միթե բոլորը չզարթնի, այսինքն միթե բոլորը հարություն չեն առնի։ Իհարկե Սովետը դեռ խոսեցի, ինձ միանգամից այն բանը բացեց, որ շատերը ի նկատի ունի բոլորը, որովհետև գրքի մեջ շատ տեղեր կա, որ ասում է շատերը ի նկատի ունի բոլորը։ Ու այդ տեղը Հռոմեացիների գրքի մեջ 5-րդ գլուխ 12-ից կարդանք։ Սրա համար ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհ, եւ այն մեղքովն էր մահը, եւ այնպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին։ Ստե տեսնում ենք, որ Ադամի մեղքով, Ադամի աննազանդությունով մեղքը մտավ աշխարհ, եւ ամենքը մեղանչեցին։ Որովհետև մինչև օրենքը մեղք կար աշխարհում, բայց մեղքը չի համարվում, քանի որ օրենք չկա։ Այստեղ ինչ ուզում ասի, մեղքը կար, թագավորում էր, բայց մեղքը հանցանք չէր, քանի դեռ օրենք չկա։ Եթե օրենքը չի արգելում, որ սա պետք է արվի, նշանակում հանցանք էլ չկա։ Բայց ինչից ենք իմանում, որ մեղքը թագավորեց 14-ը, բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը եւ Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա է, որ օրինակ է նրան, որ գալու է։ Ինչի համար մեղքը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը, ինչա, Մովսեսից հետո մեղքը չի թագավորում։ Մեղքի թագավորությունը երևում է մարդկանց մականացումների մեջ, բոլորը մեռան։ Մեկը չկար, որ չմեռներ։ Այսինքն մեղքը իր մեղսալի գործն անում էր։ Մեղքը եկավ, մահը թագավորեց բոլորի վրա։ Այսինքն բոլորը դառան մականացուներ։ Բոլորը մեռնում են։ Իսկ օրենքով ավելի մեղքը զորացավ, մահն էլ ավելի ուժգին սկսեց տարածվել մարդկանց վրա։ Մնացածը մենք հետո կարդանք։ Ուղղակի սկսենք այս մի քանի տեղերը, նրանից հետո այդ շատեր բառը շատ օգտագործում, որ կերևա, որ շատ ժամանակ շատերն օգտագործում որպես բոլորը, իսկ որոշ դեպքերում որպես շատերը։ Ուրեմն նախ ինչ է մահը։ Մենք ի դժբախտություն բոլորից գիտենք ինչ է մահը։ Այն երկրում ենք ապրում, բոլորս մականացու ենք։ Մահը դա բաժանում է, այսինքն երբ մարդը մահանում է, հոգին բաժանում է մարմնից։ Մարդը մեղքի արդյունքում հոգևոր մահեր ունեցավ, իր հոգին բաժանվեց նաև Աստծուց։ Ինչպես նաև մեռած հավատքը, եթե գործ չունի, ինքը մեռած, այսինքն գործն ու հավատքը իրարից բաժանված են։ Մահը դա բաժանումն է, որ բաժանեց մեզ Աստծուց, բաժանեց մականացու դարձնելով, բաժանեց մեր մականացու մարմինը մեր հոգիներից։ Հիմա մեղքով մահը թագավորեց։ Ու ինչ եղավ դրա արդյունքում։ Մարդը մեղքի պատճառով դառավ մի մականացու, իր հավիտենական այն դրախտային Աստծու հետ հարաբերությամբ այդ ընտիր կյանքը փոխարինվեց դրախտից դուրս անիծված, փուշ ու տատած բուսնող
Երկրի վրա, որտեղ կա անեծք, որտեղ կա պատերազմներ, որտեղ կա մահ, որտեղ չկա Աստծո հետ հարաբերություն, որտեղ կան սպանություններ, կռիվներ, ինչպես հենց իրանցից հետո իրանց տղեկը Կայենը սպանեց Աբելին։ Տենում ենք հետո դրանից հետո մեղքը այնքան է շատանում, այնքան է թագավորում, որ Նոյան ջրեղեղն է կատարվում։ Հետո դրանից հետո ուրիշ այլ բաներ, ապա կանվում է ամբողջ աշխարհը։ Եվ ինչ անում Աստված, Ադամին այդ մեղքի պատճառով դրախտից դուրս է հանում ու դրախտի դռան դեմը դնում է քերովբեներ հրեղեն սրերով, որտեղ որ կյանքի ծառն էր դրախտի մեջ, որպեսզի Ադամը ձեռը չմեկնի, կյանքի ծառը չուտի, որ չփրկվի, որ հավիտյան չապրի։ Ինչի Աստված ջան, խիչ չթողեցիր Ադամը ուտեր, հավիտյան ապրեր։ Եթե մեղավոր մարդը հավիտյան ապրեր, այնտեղ էլ դժոխք կներ։ Չնայած որ չերը կարա այդ մեղավոր մարդը Աստծո առկայության մեջ ապրել, որտեղ մեղքը երկինք չի մտնում, միևնույն ժամանակ Աստված իր Սուրբը իր առկայությունը սրբերի համար է, որտեղ մեղքը չի կարա մտնի, մեղավոր մարդը չի կարա մտնի։ Ու փառք Աստծո, մեղավոր մարդը հավիտյան չի ապրի, որտեղ կապականին նույն ձևի ոնց որ երկինը ապականված։ Այսինքն մենք տեսանք մեղքի եւ մահվան հետևանքները, ողջ մարդկության կորուստն է եւ սпасելը ահեղ դատաստանի։ Գիրքն ասում է սարսափելի բան է կենթանի Աստծո ձեռք ընկնելը։ Այն դատաստանը, որ սпасում է մեղավոր մարդուն, սարսափելի բան է, ժողովուրդ ջան։ Հիմա ինչ, բայց գիտենք, որ Աստված ինքը ամենագետ է։ Մինչև Ադամի մեղք գործել, ինքը գիտեր, որ Ադամը պետք է այդ մեղքը գործեր։ Ու ինքը անսահման սեր է, ինքը չթողեց, որ մարդը կործանվեր, ինքը մի լուծում գտավ մարդու համար, որովհետև Աստված մեղավորի մեռնելը չի ուզում, ճիշտ է Աստված մեղք ատում է, բայց Աստված մեղավորի ապրելն է ուզում, դրա համար Աստված մի լուծում գտավ մեղավորի համար։ Եկեք բացենք Հռոմեացիս 5:15-ը, Հռոմեացիներին 5:15, մինչև կբացեք, հիշեցնեմ Հովհաննես 3:16, որ մեր քրիստոնեության ուղղությունն է։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված բոլորի համար տվեց իր որդուն, բայց ոչ բոլորը ընդունեցին, ոչ բոլորը հավատացին։ Դրա համար ասում է, ով հավատաց, կփրկվի։ Շարունակությունը այնտեղի, որ մենք կարդացինք մինչև 14-ի, հիմա շարունակությունը։ Բայց շնորհքն այսպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև եթե մեկի հանցանքովը շատերը մեռան, էլ որքան ավելի Աստծո շնորհքովը ու պարգևը մեկ մարդու Հիսուս Քրիստոսի շնորհքով ավելացավ շատերի վրա։ Տեսեք, այստեղ այն սկզբի շատերը բոլորի համար է, բոլորը մեռան այդ հանցանքով, բայց Քրիստոսի շնորհը բոլորի համար է, բայց ոչ բոլորը ընդունեցին։ Եվ պարգևն այսպես չէ, ինչպես այն մեկ մեղանչողից եղածը, որովհետև դատաստան այն մեկ մեղքի դատապարտության տարավ, բայց շնորհքը շատ մեղքերից արդարության մեջ է տանում։ Ուրեմն ժողովուրդ ջան, տեսանք այդ մի մեղքը, մի հատ աննազանդությունը տարավ մարդկությանը կորուստ, տարավ դատապարտության, բայց քանի որ մեղքը մեղք է ծնում, մեղքերը շատացան, Աստծո շնորհքն էլ ավելի շատ է, այդ բազմաթիվ մեղքերից Աստված ազատում տանում է դեպի արդարություն եւ կյանք։ Որովհետև եթե մեկի մեղքովը մահը թագավորեց, որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց, այն մեկի ձեռովն էլ որքան ավելի նրանք, որ ընդունում են շնորհք, լույսություն ու արդարության պարգևը, կյանքով կթագավորեն մեկ Հիսուս Քրիստոսի ձեռով։ Այսինքն, եթե մեկով այդ ձևի դժբախտ, այդ ձևի վատ բան կատարվեց, Աստծո շնորհքն էլ ավելի շատ է, էլ ավելի շատ զորության կտանի, կյանքի թագավորությանը կտանի։ Արդ ուրեմն, ինչպես որ մեկի հանցանքով ամեն մարդկանց վրա դատապարտություն եկավ, նույնպես էլ մեկի արդարությունով
ամեն մարդկանց վրա կյանքի արդարություն է գալիս, որովհետև ինչպես որ մեկ մարդի անհնազանդությամբ շատերը մեղավորներ եղան, նորից շատերը, այնպես էլ մեկի հնազանդությունով շատերը արդարներ կլինեն, բայց օրենքը մեջ ընկա, որ հանցանքը շատանա, բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը, որպեսզի ինչպես մեղքը թագավորեց մահի ձեռով, այնպես էլ շնորհքը թագավորի արդարությունով հավիտենական կյանքի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով է։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչ անում։ Տեր Հիսուս Քրիստոսը դա այն ճանապարհն է, որ մեղքից այդ մեղքի դատապարտությունից մահից տանում է դեպի արդարություն ու կյանք հավիտենական։ Այս այն ճանապարհն է, որ միակ ճանապարհն է։ Հովհաննեսը, երբ որ Հիսուսը գալիս է մկրտվելու, ասում է՝ «Սա է Աստծու գառը, որ իր վրա կվերցնի աշխարհի մեղքը»։ Միակն է, որ կարող վերցնել այդ մեղքը, միակն է, որ վերցրեց։ Բայց ցավոք շատերը չեն ընդունում այս ճանապարհը։ Հովհաննեսի 14:6-ում ասում է. Ես Հիսուսն ասում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ մեկ հոր մոտ չի կարող գնա, եթե ոչ ինձանով։ Բայց ոչ բոլորն են հավատում այդ ճշմարտությանը։ Քրիստոս ճանապարհը ոչ բոլորն են ընդունում, Քրիստոս կյանքը ոչ բոլորն են ընդունում։ Աստված սիրում է, Աստված չի ուզում, որ ինչ որ մեկը կորի, Աստված կանչ է անում։ Եփեսացիներին 5:14-ում ասում է. վեր կաց, ով քնած, կանգնիր մեռելներից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Աստված ուզում է, որ մարդը մեռած չմնա, ուզում է, որ վեր կանգնի, որպեսզի Աստված լուսավորի, որպեսզի Աստված նրան փրկություն տա։ Ու եթե դու այսօր թե լսողների մեջ, թե ստե ներկա գտնվողների մեջ դեռ չունես այդ Քրիստոսը, չունես այդ ճշմարիտ ճանապարհը, Աստված քեզ կանչ է անում, ասում է վեր կաց, կանգնի, որ Քրիստոսը քեզ լուսավորի։ Որովհետև հակառակ դեպքում սպասում է մահ, դատապարտություն, Աստծու դատաստան։ Իսկ երբ որ ընդունում ես հավիտենական կյանք ամենակարող Աստծու հետ, ու Աստված կոչ անում, որ չանարգես այդ իր ամենաթանկ տված զոհը, որ Աստված արել է ամեն մեկի համար, ամեն մարդու համար արել, որ դու չանարգես նրա գառան հարսանիքի հրավերը, ոնց որ շատերը անարգեցին, չեկան այդ հրավերին, ասում են տուն ենք առել, եզ ենք առել, կին ենք առել, այսինքն աշխարհի այս բաները, դրանք լավ բաներ են, սաղից պետքա կան, բայց դրանց պատճառով կորցնել հավիտենականությունը, արժեք տալ ավելի շատ սրան կորչող բաներին, քան հավիտենականությունը, դա արդեն դժբախտություն է։ Ես մի փոքր իմ վկայությունից ասեմ, էլի եմ ասել, բայց անդադ կասեմ, որտեղ ես Աստծուն խոստացել եմ, որ ես կգոռամ։ Երբ որ ես Աստծու ներկայության մեջ էի, Աստված ամենակարող Աստված իր զորությունով էր խոսում։ Դու տենում ես, որ ինքը ամենակարող Աստվածը, չկա դրանից այնան զորություն։ Ինքն է ամենակարողն, ամենազորն է։ Ու միևնույն ժամանակ անսահման սեր է, զորեղ սեր է, ապրեցնող սեր է։ Ու այդ Աստվածը, որ խոսում էր, մի անգամ ասենց լացակումած ծաղրսանքով ասեց, «Էլ ինչպես գոռամ, որ լսեն, էլ ոնց գոռամ, աչքեր ունեն չեն տեսնում, ակաժներ ունեն չեն լսում, էլ ոնց գոռամ, որ լսեն, որ մինչև ինչ ճանաչեն իմ ձեռի նվերը չեն տենա»։ Այդ միտեղ Աստված լացակում է, որովհետև Աստված տվել է այդ արժեքը, այդ գինը տվել է ու ցավում է, որովհետև իր սիրած էակները գնում են կորստյան առանց այս ձրի պարգևը ընդունելու, չեն ընդունում, որպեսզի փրկվեն։ Աստված կանչ անում, Աստված սիրում, Աստված ասում, արի մտ իմ հավիտենականության մեջ, ես զոհը տվել եմ դրա, ես գինը տվել եմ։ Ինչ արեց Հիսուս, իրան ոչ մեկ չստիպեց, որ ինքը գար խաչին բարձրանար։ Իր սերը բերեց իրան այդ խաչին։ Ինք իր սիրով եկավ խաչվեց։ Բարի հովիվն է մեր, որ իր գառների համար ինք իր հոժարությամբ, ինքնակամ իր կյանքը դրեց իր գառների համար։ Դրա նրա անսահման ագապեսերն է։ Աստված ինչպես դա արեց։
Հիսուս Աստվածը թողեց երկնքի փառքը, իր աստվածություն չօգտագործեց, իջավ ներքև ծառայի կերպարանք հագավ։ Այն սուրբը, այն արդարը մեր մեղքերը, մեր պիղծ մեղքերը, մեր այն անեծքները իրա վրա վերցրեց։ Ամենավերևից ամենաներքև իջավ։ Ինքը մեզ փոխարինեց խաչի վրա, հոր բարկության այն պատիժը նա կրեց մեր փոխարեն, որը շատ սարսափելի բան էր։ Ինքը իր մահով մեզ ազատեց մեղքի ու մահվան իշխանությունից, մեղքի ու մահվան դատապարտությունից, մեզ ազատեց Աստծու բարկությունից, փոխարենը տվեց ինքը իր սրբությունը մեզ, իր օրհնությունը տվեց մեզ, իր արդարությունը տվեց մեզ, ինքը դառավ մարդու որդի, դառավ մեր նման մականոցը, որ մենք դառնանք անմահ Աստծու որդիներ, ինքը ամեն ինչ արեց իր սիրով լրտված։ Ստեղ հարցը ով է ընդունում, ով է գալիս այդ կանչին։ Աստված որ Ադամին արգելեց, մեղավոր Ադամին, կյանքի ծառից օգտվելը այս անգամ մեզ Հիսուս կանչ անում, որ մենք ուտենք Հիսուս Քրիստոսից, այսինքն թույլ տվեց, որ մենք ուտենք Հիսուս Քրիստոս կյանքի ծառից եւ հավիտյան ապրենք։ Հիսուսը մեզ կյանք տվեց։ Մեզանում էլ չկա այդ մահվան ազդեցությունը։ Եկեք բացենք Հռոմեացիներից 8:1-2-ը։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես, որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի եւ մահի օրենքից։ Մենք ազատված ենք այդ դատապարտությունից, այդ օրենքներից ազատված ենք։ Իհարկե դեռ ազատված չենք մահվան ու մեղքի ներգործությունից, որովհետև մենք դեռ մեղքեր ենք գործում, ինչքան էլ ուզում է սուրբ կյանքով ապրենք, մեղքը գործում ենք, ինչքան էլ ուզում է մահը այդ թագավորությունը մեր վրա չի ազդում, բայց մենք մահկանաց ենք, հիվանդանում ենք, մահանում ենք, քանի այս մարմնի մեջ ենք, այդ ազդեցությունը կա, բայց դրա դատապարտությունը չկա։ Մենք ազատ ենք այդ դատապարտությունից, այսինքն դատաստանից մենք ազատ ենք։ Շատ լավ բան է, բայց այլ եմ ասում, ցավոք բոլորին չի վերաբերվում։ Վերաբերվում են այն մարդկանց, ովքեր այդ զոհին, այդ Աստծո խոսքին հավատացին, այդ զոհ ընդունեցին, Աստծո կանչին այո ասին եւ դարձան Աստծո որդիներ։ Ինչ է նշանակում։ Այսինքն, երբ որ մարդը հավատում է, ապաշխարում է, ընդունում է Հիսուսի զոհը, իր հետ մկրտվում է իր մահով եւ հարություն առնում Հիսուսի հետ։ Այսինքն մկրտություն։ Մկրտությունը դա մեր հավատքի դավանությունն է, որ մենք հավատում ենք, որ Հիսուսը Տերն է, հավատում ենք, որ ինքը մեզ համար խաչվեց, մեզ համար մեռավ եւ մենք այդ ապաշխարությունով, որ մենք ճիշտ չենք ապրել, հիմա ուզում ենք Աստծո հետ ապրենք, Հիսուսի հետ մկրտությունը, Հիսուսի անունով ջրով մկրտում ենք։ Ու դառնում ենք Աստծո երեխեք եւ Աստծո Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ Երբ որ Հիսուսը ջրով մկրտվեց, չնայած ինքը կարիք չուներ ապաշխարության, ինքը մեղք չէր գործել։ Մենք կարիք ունենք ապաշխարության, մենք կարիք ունենք մեր հին մարդը ջրի մեջ թաղելու, Հիսուսը դրա կարիքը չուներ, բայց Հիսուսը մտավ դրանք վերցնելու։ Մենք փոխեցինք, մենք տվեցինք, Հիսուսը վերցրեց։ Հիսուսը դա վերցրեց, որ հետո խաչին հանի։ Եվ Հայրը հավանեց այդ հնազանդությունը, այդ սերը, որ ինքը ցածրացավ, հնազանդվեց, եկավ այդ ամենը մեզանից վերցրեց, որ
ինքը ապրեսնի մեզ։ Եվ Սուրբ Հոգին իջավ հույսի վրա, ինչ արեց, տարավ անապատ։ Եվ ինքը անցավ այն փորձները, որ Ադամը չէր անցավ։ Իսկ մենք, որպես վերստին ծնված մարդիկ, ինչ է անում Սուրբ Հոգին մեզ։ Ուր է տանում մեզ։ Նախ ես մոռացա քարոզից վերնագիրը մեռնել, թե մեռնել։ Այսօր ընտրություն է։ Նորից եմ կրկնում։ Մեռնել, թե մեռնել։ Ու այսօր մենք պետք է ընտրենք, մեռնենք, թե մեռնենք։ Մենք տեսանք առաջինը, որն էր, որ մարդիկ մեղքի պատճառով մեռել են։ Այսօր պատգամը լսելուց ուշադիր եղի, որ դու քո ընտրություն անես, որովհետև այս խոսքը բոլորիս է վերաբերվում, թե Հիսուս ունեցողներին, թե չունեցողներին։ Ուրեմն, Սուրբ Հոգին ուր է մեզ տանում։ Բացենք Մատթեոս 10:38-ից 39։ Մատթեոս 10:38-39։ Եվ ով որ չի առնում իր խաչը եւ իմ ետևից գալիս, նա ինձ արժանի չէ։ Ով իր անձը գտնում է, կկորցնե նրան, եւ ով որ իր անձը ինձ համար կորցրեց, նա կգտնի նրան։ Ժողովուրդ ջան, այդ նույն հոգին, Աստծո հոգին, որ Հիսուսին տարավ անապատ, այդ նույն հոգին է, Աստծո հոգին, Սուրբ Հոգին, Հիսուսի հոգին, մեզ տանում է խաչելու։ Այ Հիսուս ջան, ինչի համար։ Նոր ապաշխարեցինք, նոր կենթանացանք։ Չկենթանացած տանում, նորմալ չկենթանացած տանում ես խաչի, տանում ես սպանելու, ինչի համար։ Այս են բանա, որ ես քեզ արեցի, դու ինձ, որ նիչա, ոչ ոքի դուզ գա։ Աստված ինքն է ասում, մաքսավորների նման մի արեք, իրանք անում են նրանց, ովքեր իրանց են արեն։ Լավ, Աստված ջան, էսի ոնց հասկանանք։ Ինչ է նշանակում։ Դու իմ համար քո կյանքը տվել ես, հիմա ինձ ես ասում, որ կենթանացել եմ, արի քո կյանքն էլ տուր։ Նախ ասեմ, մենք Հիսուսը իր կյանքը տվեց։ Իսկ մենք, որ մեր կյանքն է, որ մենք գիտենք մեր կյանքն է, դա մեզանից չի, դա էլի Աստծուց է։ Մեր ունեցվածքն էլ Աստծուց։ Ուղղակի ոնց որ Ադամին էր տվել իր տնօրինության, իր իշխանության տակ, որ ինքը որոշեր ինչ աներ, նույնը մեզ է տվել, մեր կյանքերը, մեր ունեցվածքը, թե մենք ոնց տնօրինենք այդ մեր կյանքով, մեր ունեցվածքով։ Հիմա ինչի համար Աստված տվել եւ մեզանից պահանջում։ Աստված էգոիստ չի, Աստված մաքսավորի նման չի, այլ Աստված ագապե սեր է, անսահման սիրով լցված, անպայմանական, ագապե սեր նշանակում է անպայմանական սեր, այսինքն ինքը սիրում է առանց ինչ-որ պայմանների, ինչ-որ բաների։ Ու մենք պետք է վստահենք ու հավատանք այդ սիրուն։ Ու Աստվածաշունչը բացում է, թե ինչի համար է Հիսուսը այդ ասում։ Բացենք առաջի Կորինթացի 15-րդ գլուխ, մի քիչ տեղերը շատ կլինեն կարդալու, բայց առիթ է, երևի չգիտեմ, շատերը կարդում են, թե չեն կարդում, գոնե ստե կլսենք Աստծո խոսքը։ Երեսունմեկ խոսքը։ Երդում եմ ձեր վրա ունեցած պարծանքովս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունեմ, թե ես ամեն օր մեռնում եմ։ Այ Պողոս ջան, մի անգամ մեռար, մկրտվեցիր, անենան եկավ, մկրտվեց։ Այս ամեն օր քեզ մեռնում։ Այդ ինչ էր քեզ բացվում, այդ ինչ հայտնություն ուներ, որ դու ամեն օր մեռնում ես։ 31-րդ խոսքը։ 31-ը կարդացինք, 36-ը, 36-րդ խոսքը, ասում է, անմիտ, այն, որ դու սերվում ես, չի կենթանանա, եթե չմեռնի։ Այսինքն, բացատրում է, որ եթե չսերմանես, չի կենթանանա։ Աստված մեր կենթանանալն է ուզում, չի ուզում, որ մենք մնանք։ Դրա համար Աստված մեզ տանում է խաչին։ Շարունակությունը կարդանք 42-ից։ Այնպես էլ մեռելների հարությունը
Սերմվում է ապականությունով եւ հարություն է առնում անապականությունով։ Սերմվում է անարգությունով եւ հարություն է առնում զորությունով։ Սերմվում է շնչավոր մարմին եւ հարություն է առնում հոգեվոր։ Աստված բացատրում է ինչի համար։ Աստված ուզում է մեր այս ապականված, այս անիծված եղած մարմինը դնենք, ցանենք, որպեսի անապական, երանելի փառավոր մարմին առնի, հարություն առնի։ Աստված, այստեղ ես երկար երևի կնի որ կարդամ, որ հողեղեն մարդը պետք է իր կյանքը դնի, սերմի, որ հարություն առնի հոգևոր, հավիտենական ապրող կյանքը։ Այսինքն մականացու մարդը պետք է սերմվի, որ անմականացու մարդը հավիտենական կյանքը։ 50-րդ խոսքը կարդանք, ու դրանից առաջ ասում որ պետք է սկզբից երկրավոր եղնի, հետո նոր երկնային է։ Այսինքն սկզբից այս Ադամին հագանք, պետք է հետո էլ հագնենք մյուս Ադամին, երկնքից եկած, այսինքն Հիսուս Քրիստոսին, նրա նմանությամբ պետք է լինենք։ Միայն թե սա եմ ասում, եղբայր, որ մարմին եւ արուն չեն կարող Աստծո արքայությունը ժառանգել, եթե ոչ էլ ապականությունը ժառանգի անապականություն։ Այսինքն, որպեսզի մենք կարողանանք ժառանգել երկնքի արքայությունը, այս միսն ու արունը պետք է սերմվի։ Այս ապականությունը պետք է սերմվի, որ անապականությունը բարձրանա վերև։ 53-ից կարդանք. Վասնզի պետք է որ այս ապականացուն հագնե անապականությունը եւ այս մականացուն հագնե անմահությունը։ Եվ երբ որ այս անապականությունը կհագնե այն մականացուն անմահությունը, այսինքն երբ որ այս մականացուն կփոխվի անմահության, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է. մահը ընկղվեցավ հաղթության մեջ, ով մա, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը։ Մահի խայթոցը մեղքն է եւ մեղքի զորությունը օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Ժողովուրդ ջան, ես կարդացի, ուղղակի եթե ամբողջությամբ կարդանք, ընդ ավելի պարզ է դառնում, որ ամեն այս ժամանակավոր անապական, անարժեք բանը սերմվում է արժեքավոր, հավիտենական, ճիշտ բաները հարություն տալու համար։ Հիսուսը մեզ դրա համար է ասում։ Եթե հիշենք Սամարացի կնոջն ինչ ասում Հիսուսը, մի բաժակ ջուր տուր։ Հետո ասում է, եթե իմանաս ես ով եմ, դու ինձանից ջուր կուզես, որ ջուր կտամ, որ երբեք չես ծարավի ու քո մեջից հավիտենական կյանքի գետեր կբոխեն։ Պատկերացնում եք ինչ է, մի բաժակ ջուր ու հավիտենական կյանքի ջրի գետեր։ Քանի բաժակ ջուր կնա հոսող գետի մեջ։ Անթիվ անսահման։ Աստված այդ մի բաժակ ջուրը ասում է սերմի, որ ինձանից առնեց այդ հավիտենական կյանքի ջրերը։ Եղեյ եւ որբևայրի պատմությունը։ Նորից մի բաժակ ջուր։ Ու Եղեյն ուղարկում է մի կռապաշտ մի երկիր, մի որբևայրի կնոջ մոտ, աղքատ, ասում է գնա ես նրանով քեզ կերակրեմ։ Ու Եղեյան ինչ ասում, ասում է մի բաժակ ջուր տուր, երևի մի անգամից չուզում ասի, որ այս կինը որ գնում է ջուր բերելու, ասում է մի քիչ էլ հաց։ Այս կինը ասում է չեմ կարող, մի կտոր մի բուռ ալուր ունենք, մի քիչ էլ յուղ ունենք։ Էդ էլ ես ու տղես որ ուտենք ու մեռնենք։ Ժողովուրդ ջան, մեր ունեցածը այդ մի բաժակ ջուրն է, որ խմենք, կես ժամ հետո ծառավանալ ունենք։ Մեր ունեցածը այս մի բուռ ալուրն ու այդ մի քիչ յուղն է, որ ուտենք ու մեռնենք, հագնենք ու մեռնենք, ապրենք, քշենք, չգիտեմ, ինչ ունենք այս երկրի վրա։ Այդ ամենը ինչ որ ժամանակ հետո օգտագործելու ենք ու հետո մեռնենք։ Բայց Աստված ինչ է ասում, Եղեյի միջոցով իհարկե, ասում է ոչինչ, դու առաջ իմ համար դա արա, հետո ինչ ուզում ես արա։ Այս կինը, որ հնազանդում է, լսում է, որպես Աստծո մարդու, ինքը սարկում է Եղեյանուտում, ասում է, իրանց ալուրն ու յուղը չեն պակասում, մինչև անձրևների գալը, այսինքն այդ ժամանակ երաշտ էր, անձրևներ չկար, այսինքն էլ դու չես սովածանա։ Աստված այն մի քիչը ասում է սերմի, եւ դու երբեք չես սովածանա։
Դու հավիտենական կյանքից առից կուտես ու հավիտյան դու սովորություն չես իմանա ինչա։ Ու հավիտյան կապրես, ոչ թե կօգտագործես կամ կուտես եւ կմեռնես։ Աստված ասում է, եթե մեկը իմ անունով, այս փոքրերից մեկին մի բաժակ ջուր տա, նրա վարձքը չի ուշանա։ Ինչ է նշանակում այդ մի բաժակ ջուրը։ Կարիքը։ Եղբորդ քրոջդ կարիքը։ Հոգևոր կլինի, մարմնավոր կլինի, մի բաժակ ջրի մեջ կարող ես ստանալ ինչ որ օգնություն, թե ֆինանսական, թե հոգևոր, թե ինչ որ տան մեջ օգնելու տարբեր ձևերով կարելի է այդ մի բաժակ ջուրը հասկանալ։ Հիսուսն ասում է, վարձքը չի ուշանա։ Այն քո արած մի կտորը Հիսուսն է վարձահատությունը։ Ու նոր տեսանք Հիսուսի վարձքերը ոնց է վարձահատությունը այդ մի բաժակ ջրերի համար։ Աստված մեզ ինչ է ասում։ Ասում է դուր քո ժամանակավոր ապականված անձը նոր կարդացինք, ով ուզենա իր անձը ապրեսնի, կորցնի։ Ասում է ինձ համար դուր այդ քո ապականված անձը ժամանակավոր։ Ես քեզ կտամ անապական, մաքուր, հավիտենական անձ։ Փառավոր անձ։ Աստված ասում է քո մարմնավոր կորչող ցանկություններդ դուր ինձ։ Ինչ ցանկություններ, ամեն մեկս մեր մեջ կարանք շատ ցանկություններ կան, որը լավ է երևում, որը վատ, այս աշխարհի մեջ, բայց ասում է դուր ինձ, ես կտամ քեզի մնայուն երկնային ցանկություններ։ Այն ցանկությունները, որը քեզի ավելի օգուտ կտա, ավելի մնայուն գանձեր կտա, քան թե դու ունես այդ ցանկությունները։ Ասում է ժամանակավոր հաճույքներդ, ուրախությունդ դուր ինձ, եւ ես կտամ քեզ հավիտենական ուրախություն։ Ես ինձ բախտ ավիճակվել, մի կարճ ժամանակ վայել եմ այդ ուրախությունը։ Ես էլ եմ ասել, նորից կրկնեմ, շատերը կարող լսած չլինեն։ Երբ որ ես չի հավատում, լսել եմ, որ սրբերը կանգնած երկնքում ասում են փառք Տեր Աստված ամենակալ Տեր, սուրբ ես։ Ասում եմ Աստված ջան, եթե կաս ինձ այդքան չէ, հետաքրքիր էլի երկնքում կանգնեմ մի տարի, 2 տարի, 10 տարի ասեմ փառք ես, սուրբ ես։ Դրա հաճույքը որը կլինի։ Դեն ժամանակ չգիտեի Աստծուն, չէի ճանաչում, բայց անցավ կարող եմ 2 տարի, 3 տարի, երբ որ Աստված այցելեց, ես չեմ հիշում ինչ էի անում։ Երևի այդ ժամանակ շատ բաներ չի անում, երևի դուրս եկել մարդկանց օրհնում էի սաղ հետևից, որովհետև գիտեի խոսքը ուժ ունի, այդ օրհնությունը ուժ ունի, անցնող դառնողին սենց օրհնում էի, սրտանց օրհնում էի, որ իրանք փրկություն ունենան, իմ Աստծուն լնեն ու Աստծո ուրախության մեջ ապրեն։ Ու անկախ գույնից, ազգությունից, տարիքից բոլորին օրհնում էի։ Երևի դրա համար ինչքան հիշում եմ, ու Աստված ասեց, «Էսել քո վարձքը», ասում Աստված ջան, ինչ վարձք, էլ ինչ վարձք, դու ամենակալ Աստված, ինձ այսքան սիրում ես, դժոխքի արժան էի, դու ինձ ցույց ես տալի, որ ինչ ունես, ուզում ես ինձ տաս, քո փառքի գագաթնակետից քո փառքը ցույց տաս, դժոխքի բան էի, բայց դու քո երկնքի արքայության մարդ դարձեցիր ինձ, քո այս անսահման սիրով դու ինձ սիրում ես, դրանից ավել ինձ ինչ է պետք։ Ու նորից ասեց, չեմ ասում, որ վարձքը չի ուշանա, այդ արդեն չես կարել հակաճառես։ Ու ես հիշում եմ, սպասում եմ սենց վերևից սենց ռադիոալիքների նման բան իջա, բայց այնց մի հաճելի զգացողություն, ես անընդհատ սկսեցի փարտալ ասում, փառք, ունենց արագությամբ երևի ավտոմատը տենց չկարողանար կրակեր։ Ու Աստված ինձ քմծիծաղ տալով ասեց, հա ձանձրալի է, ասի չէ Աստված ջան, ես այն ամենավատ, ամենայն չգիտեմ այն զզվելի տեղում որ ունեմ, բայց այս վիճակի մեջ ես քեզ հավիտենական փառք կտամ, Տեր Աստված։ Այսինքն պետք է մի փոքր բան որ ես տեսա, իսկ եթե պատկերացրեք Աստծո արքայության մեջ, հավիտյան իր ներկայության մեջ, հետո այս մարմնի մեջ դու չես կարող այդ զգաս ինչ որ դու կզգաս հոգևոր մարմնով։ Ժողովուրդ ամեն ինչ կարելի է տալ այդ հաճույքը ապրելու համար։ Աստված ասում է քո չնչին ժամանակը հանգիստ կլինի, թե ինչ որ կրուիզներ կլինեն, չգիտեմ, գործի ժամ կլինի, ինչի ժամ կլինի, կինո թատրոն գնալու ժամ կլինի։ Ասում է քո ժամանակից, այդ չնչին ժամանակից տուր ինձ, եւ ես քեզ հավիտենականություն կտամ։ Այն հավիտենականություն, որտեղ ժամանակ չկա, դու չես կարող ծախսես այդ ժամանակը։ Աստված ուզում է, որ մենք սերմանենք այն մի փոքր ժամանակը, որպեսզի մենք հավիտենական ժամանակ ունենանք։
մեր եսասիրությունը, մեր ազնասիրությունը, մեր հպարտությունը, Աստված ասում է սերմիր, ես քեզ այդ եսասիրության տեղը Աստվածասիրություն կտամ։ Ես քեզ կտամ եղբայրասիրություն, ես քեզ այդ հպարտությունը տեղը կտամ խոնարհություն, որ ես խոնարհների կողմն եմ, խոնարհները վարձ կունեն, իսկ հպարտները, եսասերները կորստի են արժանի, ես նրանց դեմ եմ, մի պահիր, տուր ինձ, սերմիր այդ ապականը։ Աստված այս կորչող հարստությունը, որ մնայուն հարստություն չի, ինչ էլ որ ունենանք, ինչ ուզում ես վերցած տեղ, ով է իր այդ ինչ տանում այնտեղ, ոչ մի բան, ամեն ինչ կորչող հարստություն է, ասում է սերմիր, դու քո չափով սերմիր, ու ես քեզ կտամ ճշմարիտ երկնային հարստություն, որ այնտեղ ոչ գողանա, ոչ ցեցը, ոչ ժանգոտել կա, մնայուն ճշմարիտ հարստություն է։ Ասում ես գոլորշու նման, Աստվածաշունչը ասում է մարդու կյանքը գոլորշու նման է։ Այդն որպես անցնում է։ Մեր կողքենը որ նայենք շատ մարդիկ կային, որ այսօր մեր հետ չեն, վաղնա մենք չենք կլինի իրանց հետ, ու մարդկությունը տենց շարունակվում է։ Ասում է այդ գոլորշու նման կյանքը դուր ինձ։ Այն էլ ինչ կյանք է ստերի կյանքը։ Մենք ասենք մահվան այդ մեղքի արդյունքում դաժան անեծքներով, պատերազմներով, չգիտեմ, այն քրտինքով մի հատ կյանք, որը որ այն կյանքը չէր որ Աստված նախատեսել էր մեր համար։ Ասում է տուր, էդի սերմանի, ես մի չնչին իմ համար։ Ես քեզ հավիտենական կյանք տամ։ Անենց կյանք տամ, որ դու չես կարող երազես։ Ամենաօրհնված կյանքը որ կա, էդի իմ մոտ է։ Արի դրա հետ փոխի։ Մարդկային փառք, ասում է, մարդու փառքը խոտածաղկի պես է։ Ծաղիկը ոնց են, խոտի փոքր ծաղիկները, այսօր կան, վաղը չորանում են, ասում են սկիզա տեղն իրան չի ճանաչում, չկա, նույնը մարդկանց փառքը, այսօր տենում ես մի հատ անունով, չգիտեմ ինչ ձևի մարդ է, վաղը դառնում է չգիտեմ ով, կամ մյուս օրը մեռնում է, ոչ հիշող չկա։ Աստված ասում է, այդ փառքը տուր, այդ մարդկային, այդ անցողիկ փառքը տուր, ես քեզ իմ փառքի մեջ նստեցնեմ, փառավոր տեղերում, ես քեզ փառավորեմ, իմ տված փառքով փառավորեմ, որ անցողիկ է, մնայուն անցողիկ չի։ Ասում է քո կամքը, քո նպատակը տուր։ Ու մեր կամքը, մեր նպատակը շատ ժամանակ մենք կամենում ենք, անում ենք, հասնում ենք, տենում ենք, լավ տեղ էլ չհասանք։ Կամ ինչ էլ հասնենք, ուր էլ հասնենք, ինչ կա այս կյանքի մեջ։ Ասում է տուր ինձ քո նպատակը, ես ավելի լավ նպատակ ունեմ քեզ համար, երկնքում սրբել է ժառանգություն ունեմ քեզ համար, հավիտենական կյանք ունեմ քեզ համար։ Ասում է իմ կամքը քո կամքի տեղ, քո կամքը դիր, սերմանի, թաղի, իմ կամքը որ քո համար հարություն առնի, որը բարին է, կատարյալն ու հաճելին։ Ժողովուրդ ջան, Աստված մեզ ինքը գիտի ինչ կյանքով մեզի ավելի լավ է, ինչ կյանք տա։ Իր նպատակները մեր համար բարի են։ Աշխարհը այս ամեն ինչը չի հասկանա, ժողովուրդ ջան։ Նույնիսկ կարող է մեզ ասի գիժեն կամ եւ այլն, բայց Աստծո հոգով շարժվող մարդը, որ Աստծո հոգին բացում է, Պողոսի նման կհասկանա, որ ինքը ամեն օր մեռնում է, դա իր ընտրությունն է։ Եկեք մի տեղ էլ կարդանք 2 Կորինթացիս 6:3-ը 6:3-ից մինչև 10-ը։ Ոչ մի բանով, ոչ մի գայթակղություն չեն տալիս, որ պաշտոնը չնախատվի, այլ ամեն բանի մեջ մեր անձերը ընծայում ենք ինչպես Աստծո պաշտոնյաներ, շատ համբերությունով, նեղությունով, վիշտերում, չարչարանքներում, ծեծերում, բանտերում, խռովություններում, աշխատություններում, հսկումներում, ծոմերում, սրբությունով, գիտությունով, երկայնամտությունով, քաղցրությունով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծո զորությունով, արդարության զենքերով, աջ կողմից եւ ձախ կողմից, փառքով եւ անարգանքով։ Այսինքն ներկայացնում է, որ ամեն դժվարությունների մեջ մենք գնում ենք, կապ չունի ինչերով ենք անցնում,
Մեկը մենք մեր անձերը ընծայել ենք Աստծուն, մենք ուրախությունով անցնում ենք։ Սա փառքով եւ անարգանքով։ Հավատացյալ մարդուն մեկը կարող ասի Աստծո զավակն է կամ մարգարեա կամ քույրը, եղբայրը Աստծո մեկն էլ անենց անարգանք բաներ կա, ասես որ մենք գիտենք հավատացյալների մասին ինչ կարծիքներ կարող են լինել։ Ասում եմ պարսավանքով եւ գովասանքով, ինչպես մոլորեցնող, բայց ճշմարիտներ։ Շատերը մեզ չեն ասում, աղաններ են, մոլորեցնողներ են, բայց մենք գիտենք, որ մենք ավելի ճշմարիտ ենք, քան իրանց իմացած ամեն մի ճշմարտություն, որովհետեւ մենք ճշմարիտ Աստծո երեխեքն ենք, ու ճշմարիտ խոսքով ենք առաջնորդվում։ Ինչպես չճանաչվածներ, բայց լավ ճանաչվածներ։ Այսինքն, իրանք մտածում են մենք Աստծուն չենք ճանաչում, Աստված էլ մեզ չի ճանաչում, բայց մենք լավ գիտենք, որովհետև մենք վկայություն ունենք, որ Աստված մեզ լավ ճանաչում է։ Ասում են, ինչպես մեռածներ, բայց կենդանիներ, կենդանի ենք, ինչպես պատժվածներ, բայց չսպառվածներ, ինչպես տրտմածներ, բայց միշտ ուրախներ։ Շատեր հավատացյալներն պատկերացնում են, որ իրանց կյանքը ինչ է, բայց մենք ուրախություն ունենք Սուրբ Հոգով։ Ինչպես աղքատներ, բայց շատերին հարստացնողներ։ Շատերը էլի տենց մտածում են, ինչ ունեն հավատացյալները, բայց մենք ունենք այն հարստությունը, ունենք Աստված, ու այդ ամեն ինչ որ Աստված ունի մերն է։ Ու մենք կարանք հավիտենական կյանքով հարստ լինենք, ու այդ հավիտենական կյանքի տեղը մարդկանց ասենք, որ իրանք հարստանան այդ կյանքով։ Այն հարստությունը, որ չկա այս աշխարհում։ Ինչպես թե ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունեցողներ։ Ժողովուրդ ջան, Աստծո հոգին մեզ տանում է այս բաների մեջ, որ չնայենք աշխարհում ով ինչ կասի, ով ինչ չի ասի, կանարգեն, կգովան, կփառավորեն, թե ոտնակող կանեն, Աստծո մարդը իր անձը ամեն անգամ ընծայում է Աստծուն եւ գնում է Աստծո հետևից։ Մի փոքր էլ վկայեմ, օրինակ որ մի նայում ենք ինչը մեզ կարա դարձին այսպեսին։ Մի ուժ պետք է լինի, որ քեզ դրտի, որ դու քո կյանքը դնես Հիսուսի համար ու կապ չունենա ինչ կյանքով ես ապրում, ինչ դժվարությունների մեջ։ Ես էլի այդ ժամանակները Աստծո այդ ներկայության ժամանակ միաբերան բոլորին ասում էի վերջի ժամանակներն, դա Աստված էլ էր ինձ ասում վերջի ժամանակներն, հա։ Ասում էի վերջի ժամանակներն Աստված իր ամենաուժեղ զենքն է հանե գործածում։ Ասում են որն, ասում է իր սերը։ Ես գիտեի թե մենակ այդ հիմի է սկսել օգտագործել, բայց Աստված մինչև Ադամի ստեղծելն է այդ սերը ունեցել ու օգտագործում է մինչև առեսօր։ Աստծուն այդ աստվածային սերը տարավ խաչի։ Հավատացեք, մեզ էլ այդ մի սերը պետք է տանի խաչի։ Մեր մարդկային սերը չի տանի մեզ խաչի։ Մեր մարդկային սերը պայմանական սեր է։ Դու ինձ արա, ես քեզ անեմ մի բան էլ են չարեցիր, թեկուզ 100 անգամ լավություն ես արել, մի անգամ չանես, սերն են շուտ է սառում։ Երեխուդ որ շատ սիրում ես կյանքդ կտաս, մեկ երկու ջղայնացրել, այդ սերը տնենց է պակասում։ Մարդկային սերն է տա, բայց աստվածային սերը մի ուրիշ սեր է։ Աստվածային սերը մենակ կարա մեզ տանի խաչին։ Այն սերը, որ եկավ, խաչվեց մեր համար, այն սերը, որ բարեխոսում է մինչև հիմի հոր մոտ մեզ համար, այն սերը, Քրիստոսի այն սերը, որ աղոթում էր հորը, ասում էր հայր, պաշտպան իրանց էս պահին, իրանց էս աշխարհում։ Տուր, որ իրանք էլ մեր հետ մեկը լինեն։ Ու տուր, որ իրանք իմ հետ լինեն այնտեղ, որտեղ որ ես եմ։ Աստված Հիսուսին բարձրացրեց ամենավերևը, ամենափառավոր տեղը։ Հիսուսը մեզ ուզում է, որ մենք իր հետ լինենք։ Այդ սերը, եթե մենք հասկանանք, ճանաչենք, իր արած բաները տենանք, որ մենք դեռ մեղավոր ենք, ինքը մեզ սիրեց ու մեր համար խաչվեց, ինչեր տարակրեց ինքը, մենք այդ սիրով երբ որ լցվենք, մենք էլ մեր կյանքերը կտանք։ Իսկ հարցը առաջանում, ինչպես լցվել այդ սիրով, ինչպես ճանաչել Քրիստոսի սերը։ Քրիստոսի սերը ճանաչելու համար մեզ պետք է իր խոսքը իր հոգով բացված։ Առանց իր խոսքի, առանց իր հոգու մենք դա չենք կարող հասկանալ, որովհետև դա ոչ մարդկային բան է, ոչ էս երկրային, դա աստվածային բան է,
ու Աստված մենակ կարա բացի մեզ։ Մենակ Աստված կարա լցի մեզ այդ սիրով։ Ու այդ սերը բացի, որ մենք սիրահարվենք։ Այդ ամենաուժեղ զենքը միշտ եղել է կա, այսօր էլ է ինքը ամենաուժեղ զենքը։ Ու Աստված ուզում է, որ մենք այդ սիրով լցված, այդ սիրու, այդ խոսքով, այդ հոգով բացված խոսքը, որ կավելացնի մեր սերը, ցույց կտա մեզ այդ սերը, մենք մեր կյանքում խոնարհությունով, վստահությունով, հավատքով օգտագործենք, ապրենք այդ խոսքով։ Այսինքն մեռնենք, որ չմեռնենք։ Եթե մենք Աստծո խոսքով ապրենք, Աստծո սիրով ապրենք, կմեռնենք իր համար ու հավիտյան կապրենք։ Աստված մեզնից զոհ չի ուզում անենց, որ առանց սեր լինի։ Ոնց որ առաջի Կորինթացի 13-րդ գլխում ասում է, թե կյանքս տամ, ունեցվածքս տամ, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ։ Աստված ուրիշ զոհ չի ուզում։ Աստված չհավանեց Կայանի զոհը։ Աստված հավանեց Աբելի զոհը, որ սրտից էր լավ էր տրված։ Աստված այսօր ուզում է, որ մենք էլ իր նման զոհ անենք, ինչպես ինքը սրտանց սիրելով արեց այդ զոհը, մենք էլ նույն ձևի սրտանց սիրելով զոհենք այն ամենը, ինչ որ զոհել ենք մեր Աստծուն։ Եկեք վերջի տեղներ կարդանք Հայտնություն 20-րդ գլուխ։ Վեցերորդ խոսք։ Հայտնություն 26-րդ խոսքից։ Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջին հարության մեջ։ Սրանց վրա իշխանություն չունի երկրորդ մահը, այլ Աստծո եւ Քրիստոսի քահանաներ կլինեն եւ նրա հետ կթագավորեն 1000 տարի։ Ժողովուրդ ջան, ովքեր որ են առաջին մահվան մեջ մնում են, էսի իրանց համար չի։ Ովքեր որ են առաջի մահից վեր են կանգնել Քրիստոսով լուսավորվել են ու ապրում են Քրիստոսի համար կամ մեռնում են իրենց կյանքը դրել են Քրիստոսի համար, այս այդ մարդկանց համար ասում։ 13-ից կարդանք։ Եվ ծովն իր միջի մեռելները տվավ, եւ մահը եւ դժոխքը իրենց միջի մեռելները տվին, եւ ամեն մեկն իրենց գործերի համեմատ դատվեցավ։ Մահը եւ դժոխքը գցվեցան կրակի լճի մեջ, սա երկրորդ մահն է, եւ եթե մեկը գրված չգտնվեց կյանքի գրքի մեջ, կրակի լճի մեջ գցվեցավ։ Վայ նրանց, որ կմահանան երկրորդ մահով, հավիտենական բաժանում Աստծուց ու դատաստանի մեջ։ Ես չեմ ուզի, որ ստե գտնվածներից մեկը կամ լսողներից մեկը հանկարծես երկրորդ մահով մահանա։ Ու այսօր այդ ընտրությունն է՝ մեռնել, թե մեռնել։ Այսինքն դու որոշի, որ մահով մեռնես։ Այն մահով, որ մեռած ես մնաս այն մահի մեջ, որ երկրորդ մահով մեռնես, թե այն մահով, որ արդեն կենթանացած ես, այն Քրիստոսի համար քո կյանքը դնես, քո ունեցածը դնես, որ Հիսուսը այլ ավելի լավը հարուցանի հավիտենական կյանքի մեջ։ Ես նորից ուզում եմ Հիսուս Քրիստոսի անունով կոչ անեմ ամեն նրանց, ովքեր լսում են, ովքեր դեր այդ մեռածների մեջ են, ովքեր չունեն Քրիստոս ճանապարհը, Քրիստոս կյանքը, Քրիստոս ճշմարտությունը, ով չունի, կոչ եմ անում, Աստված է կոչ անում, որ գաս ընդունես իր փրկությունը, իր զոհը չանարգես։ Աստված քո փրկությունն ուզում, որտեվ շատ սիրում է քեզ։ Ամեն մեկի կորստով Աստված լացում է, տխրում է, ամեն մեկի փրկությունով Աստված ուրախանում է։ Իսկ կենդանիներին կոչ եմ անում։ Նոր այսքան տեղ կարդացինք, որ սերմեք այդ ապականը, այն մահկանացուն, այն ժամանակավորը, այն որ ճշմարիտ չի, սերմեք, որ Աստված տա ավելի ճշմարիտ, ավելի հավիտենական, ավելի փառավոր կյանք, ուրախություն, հարստություն, այն ամենը, որ պետք է մարդու համար, որովհետև Աստված փափագում է, որ ամեն մեկին տա այն ամենալավը։ Ու
մի բան էլ ավելացնեմ, հին մարդը այտենց հեշտ չի մեռնում, ճիշտ է։ Մենք հոգևոր կյանքում երբ որ իրոք հավատում ենք ու մկրտվում ենք Հիսուսի անունով, մեր հին մարդը մեռնում է, մենք մեռած ենք Հիսուսի մեջ, պահված է մեր կյանքը, մենք մեռած ենք, գրած է, մեր կյանքերը պահված են Քրիստոսի մեջ, բայց այս կյանքում դեռ այս հին մարդը այնքան ավելի կենդանի է, նրան ամեն օր պետք է սպանվի, ամեն օր, իսկ ամեն օր սպանելու համար մեզ ամեն օր պետք է լցվել Աստծո սիրով, ճանաչել Աստծո սերը, ամեն օր, եթե մի քիչ չենք անում, դրա համար ընկնում ենք ու Աստված ասում է հիշիր որտեղից ընկար, քո առաջի սերը մոռացել ես, երբ որ մոռանում ենք այդ սերը պակասում մենք ընկնում ենք, դրա համար խորհուրդ որ լցվենք այդ սիրով, որպեսզի կարողանանք մեռնել, եկեք կանենք աղոթքի։ Ովքեր որ կուզենան, որ Աստված իրանց հետ գործի, դուք ինքներդ ձեր կանգնած տեղերից ասեք, ահա ես Աստված։ Եթե հələ մեռածների մեջ եք ասեք, Տեր, ես կանգնել եմ, որ Քրիստոս դու ինձ լուսավորես, դու ինձ փրկես, ընդունիր իրան, ընդունիր իր զոհը։ Իսկ եթե լուսավորված ես, ու ունես կարիք էլ ավելի սիրով լցվելու, ասա Տեր, ես քո կարիք ունեմ, քո սիրով լցվելու, որպեսզի կարողանամ իմ կյանքս ճիշտ ապրեմ։ Հալելույա, փառք ես մեր փառավոր Հայր, գոհանում ենք Տեր քեզանով։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի, որ դու գիտես մեզ ինչ ա պետք, Տեր ջան, որ դու տանում ես այնտեղ, որտեղ մենք օրհնություն ունենք, հավիտենականության մեջ, որտեղ մենք ունենք ճշմարիտ հարստություն, Տեր ջան։ Դու ես մեր ստեղծող Աստվածը, դու գիտես մեզ ինչ ա պետք, դու գիտես մենք ինչը պետք է թաղենք, ինչը պետք է սերմանենք, որպեսզի փառավոր հավիտենական բաներ հարություն տաս, Տեր ջան։ Խնդրում եմ Տեր Աստված, տես տեղ ամեն մեկի սրտերը, Տեր ջան։ Խնդրում եմ Տեր, խոսիր ամեն մեկի սրտերի հետ։ Ով որ դեռ քոնը չի, Տեր ջան, թող այսօր քո կանչին հասի։ Թող Տեր ջան այսօր իր համար փրկության օր, որովհետև դու ասում ես այսօր օրը մի ուշացրու, Տեր, խնդրում եմ, թող այսօրը իրանց համար փրկության օր, Տեր ջան։ Իսկ ովքեր որ վերստին ծնված են, ովքեր որ կենդանիներ են, կենդանացած են, Տեր ջան, խնդրում եմ Տեր ջան, լսրու քո սիրով, էլ ավելի ճանաչեցրու քո սերը, թող քո խոսքը հոգով բացված, Տեր ջան, մեզ տանի այն տեղերը, որտեղ դու ես ուսում, Տեր ջան, ու թող մենք Պողոսի նման ասենք ամեն օր ընծայվում ենք, ամեն օր մեռնում ենք։ Ես ամեն ինչ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Տեր, օգնի, որ այդ կյանքով ապրենք, Տեր ջան, ես դրա կարիք ունեմ, Տեր։ Ես քո կարիք ունեմ, քո սիրո կարիք ունեմ, քո սիրով լցվելու կարիք ունեմ, Տեր։ Աղաչում եմ, Տեր ջան։ Ես ուզում եմ, որ ես ամեն ինչ որ ես ունեմ քեզանից, ամենը սերմեմ, Տեր ջան, որպեսզի քո կամքով դու հարություն տաս քո ուզած բաները, Տեր ջան, որը ինձ համար բարի է։ Ու օրհնում եմ, Տեր ջան, մեզ ամեն լսողներին, Տեր ջան, իմ քույրեր եղբայրներին, Տեր Աստված, որ բոլորս քո սիրով պարուրված, քո սերը ճանաչած, քո սիրով լցված, քեզ սիրենք ու ապրենք այդ սիրով Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։